Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում մեծ հիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված եկել ենք արթնանանք միասին։ Այո, յուրաքանչյուր աշխատանքային առավոտ ես եւ Անահիտը շտապում ենք դեպի 21 TV, որպեսզի 1 ժամ ասենք ձեզ օրդ բարի։ Անկախ եղանակից ցուրտ է, տաք է, աշուն թե ձմեռ, առաջարկում ենք նոր եղանակ լավ երաժշտությամբ, որպեսզի ել ավելի դրականից Բայց ոչ աշնանային չէ երևի Անահիտ, որտեղ մի քիչ կտխրեցին։ Ոնց ասես։ Սիրելի ռեժիսոր Էրնեստ, ոչ աշնանային արթնացնող երաժշտություն այս պահին։ Դե ինչ լիցքավորվեցինք եւ անկախ եղանակային պայմաններից միշտ հետաքրքիր է իմանալ ինչ կարելի է հագնել, որպեսզի Երևանք եւ գեղեցիկ եւ եղանակին համահունչ։ Ամենակարևորը, որպեսզի աշնանային շրջանում չունենանք այս սպասվող վիրուսներից, մրսելուց եւ այլն պաշտպանվենք, պետք է համահունչ հագուստներ մեզ հետ վերցնենք, քանի որ մի քանի անգամ փոխվում է, չէ՞, եղանակը կարծես թե Անահիտ։ Անշուշտ մեզ այս պահին անհրաժեշտ են մասնագիտական խորհուրդներ, այնպես որ գնանք նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ։ Ողջույն, օրդ բարի, հավատարիմ հեռուստադիտողներ։ Ձեր հետ կրկին ես եմ Նաիրա Հարությունյանը։ Եվ այսօր մենք կխոսենք ողջ կերպարի կարևորագույն դետալներից մեկի մասին՝ գլխարկի մասին։ Դե ինչ, գնացինք։ Թոփ միտումներ գլխարկների եւ գլխազգեստի ոլորտում, բերետներ, դասական փափուկ մոդելներ, ինչպես նաև ավելի կոշտ տարբերակներ հյուսվածքով կամ խիտ կտորից, գույները, խորը բորդո, մուգ կանաչ, սև երանգներ, որոնք հիանալի համադրվում են աշնանային զգեստապահարանի հետ, փիլբոքս շլյապաներ, փոքր կլոր գլխարկներ առանց եզրերի, ռետրո սիլուետների վերադարձ 50-60-ականներից, ուղիղ եզրեր, մինիմալիստական դիզայն, հաճախ օգտագործվում են որպես ընդգծված աքսեսուար հանդիսավոր առիթների կամ նոր շեշտադրումներ ստեղծելու համար։ Newsboy գլխարկներ, այս սեզոնին հատկապես տարածված են թվիդե, վիլիվետե եւ խիտ բրդե տարբերակները, իդեալական հյուսվածքներ սառը եղանակի համար, հիանալի համադրվում են վերարկուների, ժակետների, կոպիտ կոշիկների հետ, ստեղծելով կանացի վինտաժ և փողոցային պրակտիկություն ոճի հավասարակշռված համադրությամբ, շապիկ գլխարկներ, խոշոր հյուսվածքով գլխարկներ, ծավալուն, թուլացված ձևեր, ոճի խոշոր հյուսվածքով, ներառյալ պոմպոններով կամ դեկորատիվ մանրուքներով, բալակլավաներ, այլևս ոչ միայն տեխնիկական ձմեռային աքսեսուար, այլ նորաձև կերպարի մաս, հաճախ հանդիսանում են սպորտային կամ street style կերպարներում, տրիկոտաժից հյուսվածքից մոդելներ, երբեմն շնչող կտորներով կամ դեկորատիվ տարրերով, դասական լայնեզր ֆեդորա գլխարկներ, լայնեզր շլյապաներ, դրամատիկ շեշտադրման համար, քամուց պաշտպանություն, դեմքի ուրվագծի ընդգծում, ասիմետրիկ եզրեր, անսովոր հարդարանք, նյութեր, ֆետր, բուրդ, երբեմն թավշե կամ մետալիկ շղթայով դետալներ, բեյսբոլի գլխարկներ վերամշակված ձևով, այլևս ոչ պարզապես սպորտային, այլ ավելի զգայուն տարբերակներ, խիտ կտորներ, թվիդ, ֆետր կաշի, հանգիստ երանգներ առանց վառ լոգոտիպերի կամ զուս բրենդավորման, հարմար են street casual ոճի համար, նույնիսկ վերարկուների կամ բաճկոնների հետ համադրելու դեպքում։ Դե ինչ, չմոռանաք լրացնեք ձեր կերպարները գլխարկներով, որպես լինեք իսկական ոճային։ Այսօր այսքանը, միշտ ձեր Նաիրա Հարությունյանը։ Վերադարձանք եւ հրաշալի նորություն ունենք, երբ արվեստի բնագավառում տեղի են ունենում լավ նորություններ, դա մեզ համար արդեն տոն է։ Նոյեմբերի 1-ից 9-ը կմեկնարկի Արտաշատի հանրապետական թատերական 3-րդ փառատոնը։ Այս նորության մասին այսօր կզրուցենք մեր հյուրերի հետ, ում շտապում եմ ներկայացնել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահի տեղակալ Սոնա Մելոյանն է մեր հյուրը, բարի առավոտ, եւ Արտաշատի Ամոթ Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական հարցերով խորհրդական Կարեն Խաչատրյանն է մեզ մոտ այս պահին։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք, որ լավ նորությամբ եկել եք այսօր մեր տաղավար, մի քիչ բացահայտենք ինչ է սպասվում։ Նոյեմբերի 1-ին բացումը գիտեմ, որ մարդահապի մեջ ներկայացումով է լինելու համազգային թատրոնից ու արդեն մնացածը ներկայագրենք, հա, ինչ տոնական տրամադրություն է լինելու։ Նախ շատ կարևոր է, որ փառատոնը դառնում է ավանդական։ Եվ ես արդեն ունեցել խոսելու մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, շատ կարևոր է, որ մտահղացումը, ցանկությունը եկել է Արտաշատից եւ ոչ թե թատերական միությունն էլ առաջարկել, որովհետեւ թատրոնը մոտեցնելու մարդկանց ավելի հեշտ ձև չկա, քան փառատոն անցկացնել, եւ շատ շնորհակալություն
եւ թատրոնի տնօրեն Կամոն Ալբանդյանին եւ Կարենին, որոնք ոնց որ շատ գեղեցիկ տոն են պարգևելու այդ օրը արտաշատցիներին, գեղեցիկ բացման արարողություն կա, ներկայացումների պրեզենտացիան գեղեցիկ կանցնի եւ հույս ունեմ, որ ծրագիրը շատ կտպավորի, որովհետեւ աշխատել ենք, որ ամեն տեսակի ժանրեր, ամեն տեսակի հանդիսատեսի ճաշակ ընդգրկենք այս ամեն ինչի մեջ։ Քանի որ նշվեց, որ նախաձեռնությունը թատրոնի կողմից է, խոսենք այս մասին, հա, ինչպես միտք ծագեց փառատոնի եւ այն իրականացնելու արդեն տարի։ 2 տարի առաջ, երբ որ նշվում էր թատրոնի 90-ամյակը, միտքը առաջացավ, որ նաև ունենանք հանրապետական թատերական փառատոն, որտեղ կներգրավենք մեր Հայաստանի բարեկամ թատրոններին եւ իրենց լավագույն ներկայացումներով կներկայանան Արտաշատի եւ ընդհանրապես Արարատի մարզի հանդիսատեսին։ Փորձը ցույց տվեց, որ փառատոնը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից եւ երկրորդ տարին էլ անցկացրեցինք, ելի մեծ ողջավորություն կար մարզում, որոշեցինք, որ փառատոնը պետք է դառնա ամենամյա եւ այսպես արդեն 3-րդ տարին այս տարի անցկացվում եւ գնալով ավելի պետք է փառատոնը աճի, կատարելագործվի եւ իսկապես դառնա շքեղ տոն, թատերական տոն ամբողջ Արարատի մարզում։ Այ փառատոնը այս տարի բացումը մեկնարկը տրվելու է Սոս Սարգսյանի, հա, համազգային թատրոնից։ Ինչու այնտեղից եւ ոչ Արտաշատից, ես ուզում եմ հարցնեմ, քանի որ սա ի վերջո Արտաշատի թատրոնի, հա, հիմնադրած փառատոնն է։ Չենք եկել Երևան։ Ընտրությունը պատահական ստացվեց, որ առաջի 2 տարին այնպես ստացվեց, որ համազգային թատրոնն էր բացումը անում, իսկ Արտաշատի դրամատիկական թատրոնը վերջին օրն էր, փակումներ իր ներկայացումով, բայց այս տարի մի քիչ այլ փոխեցինք։ Փակումը կանենք Արտաշատում։ Չէ, փակումը կանենք Մջախաղի թատրոնով, այդպես ստացվեց, այդպես կարողացանք օրերի մեջ տեղավորել ներկայացումները, թատրոնները, բայց էլի ստացվեց, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն է բացում անելու Մարթափի մեջ ներկայացումով, փառատոնին ներգրաված են մարզերի թատրոններից Հրազդանի դրամատիկական թատրոնը, Կապանի։ Ինչպիսի խաղացանք է, հետաքրքիր է սպասվում։ Խաղացանկը շատ բազմազան է, բոլորի ճաշակին, բոլորի քիմքին համապատասխան ունենք եւ մանկական ներկայացումներ, եւ կատակերգություն, եւ դրամա, հետաքրքիր ծրագիր է ընտրված իմ ուսանայի կողմից։ 11 թատրոն ներգրավված է, չէ՞, թե չեմ սխալվում։ Աշխատել ենք այնպես անել, որ իրոք եւ ուրախություն պարգևենք եւ երեխաներին անպայման ներգրավենք եւ նաեւ բերենք այնպիսի թատրոնի ֆորմաներ, որոնք գուցե էկզոտիկ են, բայց պետք է դաստիարակել մարդկանց ժամանակակից թատրոնի լեզուն ընկալելու հնարավորություն իրենց տալ, որտեղ տեսեք, այստեղ կա եւ Մարթափի մեջ Պարույր Սևակ ամենասիրված գրեթե հայ բանաստեղծը, որը արված է շատ ժամանակակից ֆորմայով եւ հրաշալի ներկայացում է արտավազդակիր եւ դրա հետ միասին բավական չէ մնջախաղ է մի հատ էլ Իբսեն ծանր պիես, որը էլի հրաշալի բարձր ճաշակով արված է եւ աշխատել ենք այդ նշաձողը պահել։ Այստեղ հետաքրքիր է թատերական ներկայացումները կամ թատրոնները, որոնք որ որոշվում են, որ պետք է ընդգրկվեն փառատոնի շրջանակներում, ինչպես է այն տեղի ունենում եւ կա ինչ-որ հատուկ խորհուրդ, թե 1 տարի առաջ այդ ամենը պլանավորվում է։ Ուրեմն փառատոնը արդեն սիրված է նաև մասնակից թատրոնների կողմից եւ մենք փորձում ենք բոլոր թատրոններին ներգրավել մեր փառատոնին։ Ամեն անգամ փոխվում է թատրոնների կազմը եւ այս տարի որոշել ենք, որ այս թատրոնները ներկայանան եւ տարից տարի կփոխվեն։ Հնարավոր չէ բոլորին ամբողջ Հայաստանի թատրոններին ներգրավել, անհնար է։ Այնպես ենք անում, որ բոլորը անպայման մասնակցեն։ Եթե այս տարի չէ, ուրեմն հաջորդ տարի կմասնակցեն։ Գիտեմ, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև թատրոնի նախկին աշխատակից Երջանկայի Շատա Գրիշա Եփրեմյանի նկարների ցուցահանդեսը նվիրված 100-ամյակին, հա, փաստորեն բացի ներկայացումները նաև այսպիսի միջոցառումներ են լինելու։ Ուրեմն միայն թատերական փառատոն չէ, ընդհանրապես մշակութային տոն է ստացվում արդեն 3 տարի, քանի որ միայն թատերական ներկայացումներ չեն, նկարիչների
աշխատանքների ցուցահանդեսել է լինում, գրքերի շնորհանդեսել է լինում, այդպես իսկ վարպետաց դասեր կամ հանդիպումներ առայժմ չունենք նման բաներ, բայց ապագայում մտահոգություն կա, որ պետք է անպայման դայլ ունենանք։ Ինչպես կարող են մասնակցել, վստահ եմ, որ ոչ միայն Արտաշատի հանդիսատեսը, այլ նաև ինչու ոչ մայրաքաղաքի եւ այլ քաղաքների հանդիսատես կցանկանա ներկա գտնվել, այ ինչպես է տոմսերի վաճառք կա, յուրաքանչյուր ներկայացման ժամանակացույց կա, որը որ ժամին Այո, բնականաբար մանկական ներկայացումները ցերեկային են եւ այստեղ երևի արժե հիշատակել, որ վերջի տարիներին թատրոնում բացվեց փոքր դահլիճ, հրաշալի փոքր դահլիճ, որտեղ շատ հետաքրքիր ներկայացումներ են արվում եւ մանկական ներկայացումները մեկը տիկնիկային է, մեկը մարիոնետների, այնտեղ տեղի կունենա եւ իրար չեն խանգարում եւ այսպես ասած տարբեր լսարաններ են, տոմսերի վաճառքը կարծում եմ այս դեպքում որևէ խնդիր չկա, մարդիկ գիտեն, տեղեկացված են եւ այս դեպքում շատ կարեւոր է, երբ որ սա դառնում է ավանդույթ, ոնց որ հանդիսատեսը սպասում է, իր ժամանակն է ճիշտ մի տեսակ բանանում, որ հնարավորին շատ ներկայացում նայ, որտեվ ես ընդհանրապես մարզային փառատոների փորձից գիտեմ, որ կան մարդիկ, որոնք գալիս են գրեթե բոլոր ներկայացումների եւ կարծում եմ դա շատ կարեւոր է։ Հավատարիմ հանդիսատես են եւ որտեղ էլ որ լինի գալիս են դիտելու։ Այդիկի Մելոյան, խոսենք թատերական գործիչների միության տարին ամփոփելու մասին, ինչ է սպասվում եւ ինչպես է ամփոփվելու այս փառատոնից հետո ինչ կա եւ ինչ աշխատանքներ ունեք։ Գիտեք, եթե տեղյակ եք, մեկ ամիս առաջ մենք արդեն 2 փառատոն բացեցինք, այնպես չի, որ մենք բացեցինք երևի շատ անպագորգոր հնչեց, բայց համենայն դեպս նաև մեր ուժերով եւ ավանդական էլի ասեմ Ալավերդու փառատոնը, որը հնագույնն է կարելի է ասել, եւ շատ մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ Արմավիրի մարզում երիտասարդ մի խումբ նորավարտ ռեժիսոր եւ դերասանների բանով ոգևորությամբ, նախաձեռնությամբ բացվեց թատրոն եւ այստեղ պետք է շնորհակալություն հայտնել մարզի ղեկավարությանը, որը աջակցեց այդ ամենին եւ նրանք էլ հասկացան, որ փառատոնը շատ ճիշտ տարբերակ է, որպեսզի հանդիսատեսը սովորի, հատկապես այն դեպքում, եթե տարիներով չի եղել այնտեղ թատերական կյանք, այդ 2 փառատոնը ավարտվեց, հիմա սկսվում է, ինչպես տեսնում եք, Արտաշատի փառատոնը։ Վերջերս Ռուսաստանի թատերական միության հետ համատեղ մի շատ մեծ պրոյեկտ իրագործեցինք, մաստեր կլասներ էին, ռեժիսորներ, նկարիչներ եւ Ռուսաստանից մասնագետներ կային եւ մասնակիցներ կային, նաեւ ունենք Ռուսաստանի թատերական միությունների կոնֆեդերացիայի հետ մի մեծ եւ շարունակական պրոյեկտ, այնպես որ մենք շատ ակտիվ աշխատում ենք եւ իհարկե մարզային փառատոնները բոլոր դեպքերում միշտ ուշադրության կենտրոնում է, որտեղ մենք բոլորս հասկանում ենք, որ մշակույթը մենակ երևանցիների համար չի։ Սա շատ կարևոր է, որ չեն կենտրոնում միայն մայրաքաղաքի վրա, այլ նաև մարզային թատրոններին են անդրադառնում, բայց քանի որ խոսեցինք դրական նորություններից, կուզենայի նաև իմանալ բացասական կողմը, ինչ խնդիրներ կան այսօր թատրոնում, որտեղ լուծում չեն ստացել կամ գուցե հնարավորությունների մասով եւ ինչ փուլում են։ Խնդիրները, ինչպես գիտենք, բոլոր տեղերում էլ կան, բայց փորձում ենք խնդիրներից շատ չխոսել եւ փորձում ենք այդ խնդիրներին լուծում տալ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արտաշատ համայնքի ղեկավարությանը մեր փառատոնին աջակցելու համար։ Նաև ուզում եմ շեշտել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ թատրոնը վերազինվում է նորագույն տեխնիկայով, լուսաձայնային տեխնիկայով, որը որ շատ կարևոր է 21-րդ դարում ունենալ ժամանակին համահունչ եւ թատրոն, եւ տեխնիկա, եւ այդպես կարողանանք որակյալ ներկայացումներ ցուցադրել մեր հանդիսատեսին։ Իսկ ամեն ինչ արվում է, որպեսզի գնալով ավելի գործունեությունը լավ ծավալի։ Խնդիրները գիտենք բոլոր տեղերում էլ կան, բայց խնդիրները ունեն նաև իրենց լուծումները, որը որ ավելի լավ է մենք մտածենք լուծման մասին, այլ ոչ թե խնդիրների բարձրաձայնման մասին։ Շատ բարի է դեպքում վերադառնալով փառատոնի նորություններին հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից 9-ն է լինելու, նոյեմբերի 1-ին բացումն է լինելու 18:30-ին համազգային թատրոնի Մարթափի մեջ ներկայացմամբ հրաշալի
ֆանտաստիկ ներկայացում է, իսկ փակումը տեղի ունենալու նոյեմբերի 9-ին այս պարագայում Արտաշատի Մնջախաղի թատրոնով։ Մնջախաղի թատրոնով։ Դե ինձ ելներս շտապ եք ձեռք բերել Տոմսեր եւ այս տոնի մասնակիցը դառնալ, որովհետեւ թատերական փառատոնները այն էլ մարզային շատ կարեւոր են մեր երկրի համար ու կարեւոր է նաեւ ձեր մասնակցությունը որպես հանդիսատես ու ձեր ողջավորվածությունը։ Այնպես որ կսպասենք ձեզ Արտաշատում։ Յուրաքանչյուր օր ավելացրեք ձեզ թատերական որևիցե ներկայացում ձեր կյանքում, որպեսզի ձեր կյանքը ավելի հետաքրքիր դառնա եւ իրական թատրոնից տեղափոխվեք լավագույն թատրոն։ Դե ինչ, իսկ մեր հյուրերն էին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահի տեղակալ Սոնա Մելոյանը, շնորհակալություն ձեզ ներկայության եւ զրույցի համար, ինչպես նաեւ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական հարցերով խորհրդական Կարեն Խաչատրյանը, շնորհակալություն ձեզ։ Մնում է միայն հաջողություն մաղթել ձեզ ու լավ փառատոն։ Անչափ շնորհակալ ենք։ Իսկ դուք սիրելի հեռուստադիտող, լավ մնացեք, կապված եղեք մշակույթին եւ ապրեք մշակույթով, որովհետեւ այն մեր պահպանման օրվա կարեւորագույն ամենափոքր բջիջն է, բայց ամենամեծ կենսական էներգիան։ Գնացեք եւ մասնակիցը դարձեք թատերական փառատոնի, չմոռանաք նաեւ երեխաների մասին շատ կարեւոր է մանկությունից սերմանել սերը դեպի արվեստը։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ հետ Վրեժի եւ Անահիտն էին, մնացեք բարով։ Լավ օր բոլորիդ։